այդպիսի ապրելակերպ նրա ախ ու վախը, երբ որ մենք պարկում էինք, մի կողմի մահճակալին ես էի պարկած, մյուս կողմին ինք, և դեռ լույսը չհանգեցած կամ ինձ ասում էր քնել ես, ասում էի չէ աղայ հայր լսում եմ և պատմում էր, խոսում էր, պատմում էր, ես լսում էի Հուզվեցիք գիտեք մարդիկ հետ են գնում հուզվում էի հետո ասում էր նա դե քնի հերիք է դե քնի այս մենց բան է որ Բոլորն են հետ գնում Միսու արյուն է, դա ձուլվել է, իմ մեջ ձուլվել է, ես չեմ կարող, դա հեռացնել ինձանից չեմ կարող, դա իմ կյանքն է, դա իմ արյունն է, իմ էությունը, ես դրա մեջ եմ տեսում, այդպես է, դա անկրկնելի երևույթ է, հիմա էլ կան շատ սիրող ամուսիններ, հիմա էլ կան շատ սիրող ծնողներ կան, ով իր թոռանը չի սիրում, ով իր երեխային չի սիրում, բայց այդ ժամանակ տարբերվում էր, դա ուրիշ էր, ես սիրահարված եմ այդ ծերունիներին, երբ որ ես բանակից արձակուրդ եկա, մոտ 85 տարեկան հասակում Բաղդո էինք ասում Բաղդասար, առաջին մարդը, որ իմ հետ ընկերություն էր անում, այդ ծերերի հետ ես ընկերություն էր, առաջին մարդը, որ եկավ մեր տուն մտավ ինձ ողջագուրվեց հորս շնորհավորեց, որ եկել եմ, Բաղդոն էր, ես այդպես եմ հասկացել մարդկանց։ Ձեր հայրը եւ եղբայրը երգում էին։ Այսինքն ձեր գենում երաժշտությունը ընկալել, երաժշտությունը փոխանցել կար։ Սասունի Արտգունք գյուղից է, Արտգունք։ Սասունում հայերը քրդախոս են եղել, Մուշի կողմերում թուրքերենի թրքախոս են։ Իմ հայրը հիմնականում քրդական երգեր էր երգում, որովհետև իր միջավայրը դա է եղել, քրդական երգեր, բայց երաժշտական ունակությունը այնքան մեծ էր, որ հայերեն, երբ որ լսում էր հայերեն երգեր, առանց գրաճանաչությամբ կարողանում էր մտաբերել, հիշողությամբ մտաբերում էր, և այդպես երբ որ երգում էր, իհարկե հայերեն երգեր քիչ էր երգում, իսկ երբ որ հարսանիքներ, խնջույքներ էին լինում բան, ծերերը, մեր բիձեկը, պարտադրում էին իմ հորը անպայման երգի, Բերիվանուն է, երգի, Զմբիլ Ֆրոշ երգի և կարծես մինչև առավոտ, երեխաներ, ջահելները պարատուն էին գնում, երկու բարի սեղանին մնում էին այն մարդիկ, որ ասում են գյուղի տերերը, մեծերը, և պարտադրում էին իմ հորը խնդրում են ամեն մեկը իր պատվերն ուներ, թե որ երգը պետք է երգի, և գարնանային աշխատանքների ժամանակ մարդիկ կային, որ լուծք ունեին, եզներ ունեին, արոր ունեին բան, որպեսզի գային իմ հոր արտը, տնամերձը վարելու, սիրով գալիս էին մենակ այն բանի համար, որ իմ հայրը պետք է իրենց համար երգեր։ Յուրատեսակ արհեստի էր վերածվել։ Այդպես է մնա, իմ հորից է անցել, իմ հորից ես շատ բան եմ ժառանգել, որովհետև բացառիկ է, այդքան զսպվածություն, այդքան ժլատ խոսքերի մեջ այդքան իմաստ, շատ պատահական է եղել ակումքի անդամակցելը, ուսանողական տարիներին ընկերական շրջապատ էր ստեղծվել, որտեղ նույնիսկ ավարտելուց հետո մենք հաճախակի հանդիպում էինք սրճարաններում, տներում և հետաքրքիր միջոցառումներ էինք անցկացում, դա էր մեր կենցաղներ, մեր ժամանակներ և այդ ժամանակը մերն էր, մենք վայելում էինք այդ ժամանակը երիտասարդ տարիներ էին։ Մի օր մեր համալսարան ընկերներից մեկը Ղուկասյան Սևակը մի միջոցառման ժամանակ ասեց Սարգիս դու գիտես որ Մարոն խումբ է ստեղծել լեզվի ինստիտուտում դու հրաշալի երգում ես
գնանք թող քեզ լսի, ասի Սևակ ջան, Մարոն իմ գրափարի դասախոսն է եղել, ես նրանից այնքան եմ քաշում, ամաչում եմ, ոնց գամ Մարոյի մոտ, ոչինչ ինչ անենք, ասեց գնանք, 1-2 այդպիսի ուրեմն մեր հանդիպումից հետո համարձակություն ունեցա, Սևակի հետ գնացի, Մարոն տեսավ, դե ճանաչում էր, խոսեցինք եւ ասեց դու երգում ես, ասի երբեմն ասի ընկերների շրջապատում երգում եմ եւ ինչն էր կարեւոր, որ ասեց ինչ կարող ես երգել, մտածեցի եթե երգել է անհրաժեշտ, ես ուրեմն Ցրոնքի պատերազմի հերոս նախատակ Գուրգեն Եվրոպեն Գուրգենի նախատակության վերաբերյալ Իսահակյանի հեղինակությամբ երգ կա, որ իմ հայրը եւ եղբայրս անընդհատ դնդնում էին ճիշտ խոսքերով բան եւ հետագայում երբ լսում էի աղավաղված մի տուն այստեղից, մի տուն այնտեղից երգում էին եւ ես այդ երգը ներկայացրեցի, երգեցի, անժանակ զիլդրայնունի երգեցի, այդ ասեց, ես նոր բան է, դա նոր չասի ընկեր Մուրադյան, ես իրեն դեռ ընկեր Մուրադյանով եկություն, սա Իսահակյանի խոսքերն են, Իսահակյանի հեղինակությամբ երգը, իմ հայրը հայերեն երգեր քիչ է երգում, բայց ես երգը տարիներ շարունակ ինքը մրմնջում էր, երգում էր եւ իմ հիշողության մեջ մնացել է եւ այդ մի փորձից հետո ինչպես իմ հետագայում իմ ընկերներն ասեցին, ոչ ոք այդպես չէր եղել, եկավ ու մտավ, եկա հաստատվեցի, կանոնավոր փորձերին էի գնում, կանոնավոր ուրեմն այդ ժամանակ շատ էր էլի, այն որոք պաշարը շատ էր, ես էլ ծնվել մեծացել եմ մի միջավայրում, գյուղական մի միջավայրում, որտեղ գյուղի 100% բնակիչները Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր էին, այդ բարերը եղերնբայն դրանք ինձ արդեն շատ վրդովեցնում են, մարդիկ, որոնք այդ յաթաղանից պրծած եկել էին եւ ցավը նաեւ երգով էին արտահայտում, ցավը իրենց երգով էին նաեւ արտահայտում, այդ մարդիկ, այդ գյուղը, որտեղ ես մեծացել եմ, իմ առաջի համալսարանը եղել իմ կյանքի համարսան այն ծերունիներն էին, այն մարդիկ, որոնց ինձ համար միջև հիմա անփոխարինել էին, նրանք ուրիշ հոգու տեր մարդիկ, նրանք ուրիշ մտածողություն ունեին, առաջանած չէին անգամ, բայց այդ իմացությունը, այդ զսպվածությունը, այդ հաղորդման, մարդկանց հետ առնչվելու, շփվելու իրենց այդ հատկանիշը բացառիկ էր, ես չեմ պատկերացնում, այդպիսի մարդիկ ինչպիսի կան, եւ չգիտեմ, դա ճակատագրի բերում էր, թե ինչ, ես էլ հենց փոքրից շատ ընկերներ հասկանալի է, հասակակից, բայց ես շատ այդպես այդ ծերունների տնկների վրա մեծացա, ինչքան հավաքներ կար, իմ հորս հետ գնում էի եւ վայելում էի այդ մարդկանց խոսքն ու զրույցը, այդ գեղեցիկ զրույցը, որոնցից շատ բաներ իմ հիշողության մեջ մնացին, թե ինչպես էին ապրում մարդիկ, ինչ արտահայտչած ձևեր ունեին, ինչպես դրանց հոգուց դուրս եկող այն ծուխը, այն արտահայտության ձևը իմ մնացել է։ Գիտեք ինչ հիշեցի Թումանյանի կանաչ վիթխարի ինքուզենու տակ։ Ձեր նկարագրությունից միանշանակ այդ պատկերներն եք պատկերացրեք այդ հսկա երևույթ է եւ դրանցից կյանքից բնական է, մահը բոլորին է, դրանցից ով որ կյանքից հեռանում էր, ինձ համար դա ամենամեծ ցավն ու վիշտն էր, ամենամեծ ցավն ու վիշտը, ես շատ դժվարություն էի բաժանվում դրանցից